Վերադարձանք գովազդից ու ասենք, որ ապրիլին տեղի կունենա փողի միջազգային շաբաթը։ Այո, այսպիսի միջոցառում կա, որ տարիներ շարունակ իրականացնում է Կենտրոնական բանկը ու այն ունի մեկ հիմնական նպատակ՝ բարձրացնել մեր քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը։ Մեր տաղավարում է Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման եւ ներառման բաժնի ղեկավար Արաքս Մանուչարյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս աղջիկ։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ է մեզ սպասվում, ինչ շաբաթ է սա եւ ինչ միտք ունի այս ամբողջ միջոցառումները, որոնք իրականացնում եք։ Արդեն 10 տարուց ավել ամբողջ աշխարհում մեկ շաբաթ նվիրվում է, որ կենտրոնանանք եւ ավելի շատ միջոցառումներ անենք, որպեսզի բարձրացնենք մարդկանց իրազեկվածությունը ֆինանսների հետ կապված։ Տարբեր միջազգային կազմակերպություններ են դրանով զբաղվում։ Այժմ աշխատանքը համակարգում է տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը։ Հայաստանը վաղուց առաջին տարիներից հենց արդեն միացած է եւ համակարգողը Կենտրոնական բանկն է։ Իրականում մարտի վերջ է եղել շաբաթը, հենց այսպես սկսվում է, բայց մենք շարունակում ենք, գնում է մինչև ապրիլ եւ միջոցառումները տարբեր ֆորմատներով տեղի են ունենում։ Այս տարվա թեման է, անգլերեն այսպես է հնչում Think before you follow, wise money tomorrow, այսինքն մտածիր մինչև գործելը, որպեսզի խելամիտ տնօրինես գումարդ, եւ հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ չխաբվեն մարդիկ, ամեն ինչին չհետևեն, ամեն ինչին հեշտ չհավատան եւ կարողանան անվտանգ պահել իրենց գումարները։ Չխաբվելու ու զերծարարությունների մասին դեռ կխոսենք, բայց ուզում եմ հասկանալ, կա վիճակագրություն Հայաստանում քանի տոկոսն է կարողանում օգտվել on-line տեսակի ծառայություններից, որովհետև դա եւս իրենից ենթադրում է գրագիտություն որոշակի, այսինքն բանկերի էփերից, չգիտեմ, գումարը փոխանցելու հետ կապված ամեն ինչից, սա եւս իրենից ենթադրում է որոշակի գրագիտություն եւ աճ այս ոլորտում կարծում եմ։ Թվերով հանկարծ չսխալվեմ, թիվը մոտավորապես 1 միլիոն էր իմ վերջին տեղեկության համաձայն, ովքեր ներգրաված են բանկային համակարգում եւ օգտվում են, բայց կոնկրետ հենց քանի հոգին են, որ մոբայլ բանկինգից օգտվում են, էլեկտրոնային դրամապանակներից, այդպիսի թիվ այս պահին ես չունեմ, բայց թիվը գնալով աճում է, իհարկե, որտեղ աշխարհը գնում է առաջ եւ մենք էլ ենք ներգրավում այդ համակարգում, ուղղակի այստեղ հարցը այն է, որքան որակով է այդ թիվը աճում, այսինքն մարդիկ ընդգրկվում են այդ համակարգում, բայց նրանցից քանիսն է արդյունավետ եւ անվտանգ կիրառում, այ դա հարց է։ Այ անվտանգության մասին խոսենք, որովհետեւ որքան էլ այս ամենը պարզեցնում է մեր կյանքը, հեշտացնում է ամեն ինչ, միևնույն է զերծ չենք մնում տարատեսակ խաբեություններից, որոնք ամեն անգամ յուրովի են գալիս տարբեր տեսակներով, տարբեր միտումներ են լինում, թե ինչպես մարդկանց խաբեն։ Այո, այդ խարդախների կրեատիվությունը, եթե դնեինք մեր առօրյա, կծաղկեր ուղղակի, եթե մենք այդքան ստեղծարար կարողանանք լինել։ Այո, մեթոդները տարբեր են, բայց նպատակը նույնն է՝ ձեզնից որևէ տվյալ կորզել եւ դրանով ձեզնից կամ անձնական տվյալներով շանտաժ անել կամ գումար հենց գողանալ կամ օգտագործել այլ ձևերով, բայց նպատակը հենց ձեզնից գումար տանելն է։ Այս պահին ամբողջ աշխարհում տարածված են, նաև Հայաստանն էլ դրանից ցավոք զերծ չի մնացել։ Ինչ են անում, ինչպես են անում, օրինակներ եկեք բերեք, որպեսզի մեր հեռուստադիտողները զգուշանան։ Այո, այս պահին ամենատարածվածներից մեկը պատմեմ, դա լիստեմով վխտացող զեղծարություններն են։ Մարդը որևէ բան է դնում վաճառքի կամ տունն է դնում վարձակալության համար եւ իր հետ կապվում են WhatsApp-ով, որովհետեւ համարը տրամադրվում է լիստեմում։ WhatsApp-ով գրում են նրան, շատ հաճախ ռուսերենով են գրում եւ ռուսական կամ ուկրաինական անազգանվամբ եւ չեմ ասի, որ նրանք հայեր են, ըստ իմ դիտարկումների նրանք հենց հայեր չեն։ Եվ գրում են, ասում են, մենք ուզում ենք ձեր տունը վերցնենք, կարող ենք նկարներ նայել, շատ հեշտ համաձայնվում են ամեն ինչին եւ ասում են, պետք է կանխավճար չէ փոխանցենք, մենք մի քիչ ուշ են գալու ենք հենց տուն միանգամից մտնենք, կանխավճարն ենք ուզում փոխանցել, եկեք մենք ձեզ հղում ուղարկենք, դուք ձեր տվյալները լրացրեք, մենք գումարը փոխանցենք։ Հղումը դրվում է վերջին անգամ հենց ինչ որ դրամային փոխանցման հայտնի կազմակերպության անվամբ։ Ասեմ, որ միգուցե օգնի մարդկանց, MoneyGram-ով ինչ որ կայք էր։ Դա կարող է լինել Unistream, MoneyGram, ինչ որ բան, որ քեզ հայտնի է, քեզ դիմացի տառերը տեսնում ես, քեզ թվում է հայտնի է, արդեն ճանաչում ես, բայց հետո ինչ տառեր են, թվեր են, ինչ որ խառը բան է, այդքան էլ չես խորանում այդքան։ Մտնում են մարդիկ այդ հղմամբ եւ ասում եմ
այնտեղ լրացրու քո անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ եւ հետո եւս այնտեղ խղում կա, սեղմիր մտիր քո մոբայլ բանկինգի տվյալները լրացվում, որպեսզի մտնես քո մոբայլ բանկինգ եւ փոխանցում նարվի։ Մարդը մտածում է դե հայ, պետք է մտնեմ իմ մոբայլ բանկինգ, որ գումարը գա, էլ չի ասում ինչու եմ ես չերես, ինչ ինչ-որ բանի միջոցով մտնում այդ մոբայլ բանկինգ, հղման վրա սեղմում են, մտնում են մոբայլ բանկինգի գաղտնաբառը եւ մուտքանունն են գրում եւ վերջ, արդեն խարդախ ունի քո բոլոր տվյալները անձնագրային տվյալներից սկսած, մինչեւ մոբայլ բանկինգի մուտքանուն ամեն ինչ ունի եւ մտնում է քո անունից վարկ է ձևակերպում, փոխանցումներ, եւ չունես ոչինչ, ունես 1.5 միլիոն վարկ։ Եվ միևնույն ժամանակ նաև մի խարդախության այլ ձև էլ կար, որը բավականին օգտագործել էր այդ ընթացքում դարձել, դա ներդրումային ինչ-որ ծրագրեր էին, չէ։ Այ խոսենք նաև այդ մասին։ Կարծես թե դու դառնում ես ինչ-որ բաժնետեր, ինչ-որ մի ընկերության։ Այո, նրանք հիմնականում որպեսզի մեր հանրությունը հեշտ տարբերի խարդախ ներդրումային սխեման իրականից, ասեմ երկու կարմիր լույս պետք է վառվի։ Մեկ, նրանք ձեզ առաջարկում են եկամուտ, ստաբիլ եկամուտ, կայուն եկամուտ եւ բավականին բարձր, բայց շատ չնչին գումարի դիմաց։ Օրինակ, վերջին դեպքը, որին ես հանդիպեցի հենց մի շաբաթ առաջ, ասում էին 400,000 դրամ դիր, մենք քեզ ամեն ամիս 20,000 դրամ կտանք։ Հիմա մեր հանրությունը այդ հաշվարկները չի անում, չի հաշվարկում, չէ՞ որ տարեկան գալիս է 240,000 դրամ, որը 60% է մոտավորապես, այդպիսի եկամտաբերություն չկա աշխարհում, պարզապես չկա։ Եթե այդպիսի եկամտաբերություն լինի, իրենք ձեզ չեն ձեր հետևից ընկնի, դուք պետք է մի բան էլ գնաք իրենք խնդրեք, որ մաս դառնաք։ Այդ մեկ կարմիր լույս, երկրորդ կարմիր լույսը, երբ նրանք ձեզ ասում են բերեք այլ մարդկանց, ընկերներին, հարազատներին, բոնուսներ կստանաք։ Այդ երկուսը միասին որ տեսաք, դա արդեն խարդախ սխեմա է։ Իսկ իրենք թե ձեզ ինչպես կհամոզեն, աշխարհի բոլոր լիցենզիաները ցույց կտան, կասեն մեր մասին կենտրոնական բանկը գիտի, դուք գնում եք կենտրոնական բանկին, ասում եք հա, գիտենք, բայց ոնց գիտենք։ Իսկ արդյոք մարդիկ հնարավորություն ունեն նաև զանգահարել ինչ-որ միտեղ եւ ճշտել, ենթադրենք իրենց այսպեսի բան է առաջարկվել, սա ճիշտ է թե սխալ է, որպեսզի զերծ մնան։ Շատ հետաքրքիր բան եք առաջարկում, եկեք սա դիտարկենք որպես առաջարկ։ Մենք ունենք տեղեկատվական կայք, որտեղ պարբերաբար նոր նյութեր ենք տեղադրում, թարմացնում ենք, մեր հանրությանն էլ կխնդրեմ abcfinance.am բուն կրթական կայք է, այսինքն iBank-ին ֆինանսներ, abcfinance.am, այստեղ ֆինանսական կրթության մասին նյութեր կան, իսկ ինչ վերաբերում է ինչպես իմանան խարդախ են թե ոչ։ Այսպեսի մի բան ասեմ, երևի մասամբ ձեր հարցն էլ կծածկի, որ նրանք որպեսզի ձեզնից ներգրավեն, պետք է ունենան համապատասխան ներդրումային ընկերության լիցենզիա։ Իսկ շատ հեշտ է ստուգել ունեն թե չունեն, այո, հենց սա է ձեր հարցի պատասխանը, մտնում ենք կենտրոնական բանկի կայք, փնտրում ենք ֆինանսական համակարգ, ֆինանսական կազմակերպություններ, ներդրումային ընկերությունների շարքում նայում ենք, այնտեղ կան, չկան, ցտեսություն։ Այս խափեփայություն կա։ Փաստորեն, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար այս արշավը, որ իրականացնում եք, ինչ կետերով եք այն իրականացնում, պատմեք արշավի մասին։ Մեր հանրությանը տեղեկություն փոխանցելու համար տարբեր խողովակներ պետք է օգտագործենք։ Այս տարվա թեման, քանի որ հենց մի հետևիր հեշտությամբ, որոշեցինք հենց ինֆլուենսերներին ներգրավել։ Ունենք բավականին մեծ լսարան ունեցող ինֆլուենսերներ, ում հետ փորձել ենք աշխատել եւ կարծես թե ստացվում է շուտով նրանք իրենց ուղերձների մեջ կներգրավեն նաեւ ֆինանսական կրթության մասին նյութեր, հենց զեղծարություններն է այս տարվա մեր թեման լինելու բովանդակային, նրանք կխոսեն ֆիշինգներից, նրանք կխոսեն ներդրումային խարդախություններից, տվյալների գողություններից եւ այլն։ Ունենք հոդվածներ, մեր կայքում պարբերաբար թարմացնում ենք մեր նյութերը, ունենք նախնական համագործակցություն, դեռ ընթացքի մեջ է համագործակցությունը, հուսանք կստացվի մետրոպոլիտենում գովազդներ ունենալու, սոցիալական գովազդներ ունենալու տեսքով եւ համալսարանների հետ ենք աշխատում, կան համալսարաններ, որոնք այդպես հետաքրքիր կոնֆերանսներ, պանելային քննարկումներ, անգամ ֆինանսների գիշեր ենք պատրաստվում անել, որ կարող են գալ ուսանողները հետեւել։ Այս ամենը մենք կհրապարակենք մեր Facebook-յան էջում, մեր Facebook-յան էջի անունն էլ եւս այդպես է, abcfinance.am
Ինչ է իրանից ենթադրում ֆինանսների գիշերը։ Համալսարաններից մեկում նախատեսում ենք, որ այսպես աժոտաժ կլինի, կգան պանելային քննարկումներ կլինի, նախ կլսեն պրոֆեսիոնալներին, հետո իրար մեջ կկարողանան քննարկումներ անել, խաղեր կունենանք, նաև նեթվորքինգի հնարավորություն կստեղծվի եւ կփորձեն հենց փորձագետների հետ շփվել ուսանողները, իրենց անձամբ տալ հարցեր, տնտեսագետներ կլինեն, այնտեղ ֆինանսիստներ կլինեն, իրավաբաններ կլինեն, այսպես տարբեր տեսանկյուններից մենք կծածկենք տարբեր թեմաներ, այս տարի նախատեսում ենք խնայողությունների մասին խոսել նրանց հետ եւ եւս զեղծարարությունների մասին։ Ֆինանսական գրագիտություն, այսպես շատ լավ նախադասություն, որը կարծես թե վերջին շրջանում շատ ենք տեսնում նաև բանկերի գովազդային արշավների մեջ եւ իդեպ դա գալիս է ու շատերը խոսում են, որ պետք է շատ փոքր տարիքից անգամ երեխաներին սովորեցնել ֆինանսական գրագիտություն եւ անգամ կան բանկեր, ովքեր որ թողարկեցին հատուկ տեսակի քարտեր նախատեսված երեխաների համար, բացատրելով, որ դա նաև լավ առիթ է երեխան սովորի ճիշտ ֆինանս տնօրինել եւ նաև չկպնել գումարին, քանի որ գումարը կեղտոտ է, հա, քարտի միջոցով։ Արդյոք սա ճիշտ քաղաքականություններ եւ դուք համաձայն եք այս քաղաքականության հետ թե ոչ։ Տալիս եք մի հարց, որի մասին հետազոտությունները տևել են տասնյակ տարիներ։ Եվ ինչ արդյունք են տվել։ Եվ տվել է այն, որ 2017 թվականից Հայաստանում դրված է ֆինանսական կրթությունը դպրոցական ծրագրում։ Հայաստանում երկրորդից 11-րդ դասարաններում ինտեգրված ոչ առանձին առարկայի տեսքով ունենք ֆինանսական կրթություն։ Ես եւ շրջակա աշխարհը մաթեմատիկա, հանրահաշիվ, հասարակագիտություն առարկաների մեջ նրանք ուսումնասիրում են նաեւ ֆինանսական գրագիտության տարրեր։ Բերեմ օրինակներ, երբ օրինակ տարական դպրոցում աշակերտը սովորում է, որ ընտանիքում գնում են աշխատանքի եկամուտ են վաստակում, այստեղ մտնում են նաև ինչ է աշխատավարձ, նրանք սովորում են ինչ է փողը, անգամ սովորում են ինչ է ապրանքափոխանակություն, ինչպես եկանք հասանք փողին։ Հետո մաթեմատիկան է ներգրավում, փողերն են ճանաչում հենց որպեսզի խարդախության ոչ դառնան, հենց արտաքին տեսքն են ճանաչում, հաշվարկներ են սովորում անել, հետո վարկի հաշվարկներ են սովորում անել, ոչ միայն տոկոս, այլ նաև ավանդի տոկոս, հետո ավագ դասարաններում միանում են սովորում են անգամ ինչ է բաժնետոմսը, պարտատոմսը, սովորում են ավանդների մասին, ինչպես խելամիտ պարտք վերցնեն, ինչպես ընտրեն ֆինանսական ծառայություն, ինչպես չդառնան ֆինանսական խարդախության զոհ, ինչ է քարտ, ինչպես օգտագործել այն, ինչ հնարավորություններ է տալիս եւ այլն։ Այս ամենը այս պահին արդեն դպրոցական ծրագրում դրված է։ Բայց դե չեն կարող հասարակությանն ասել, դե դուք սպասեք, դարձեք զոհ, մի խնայեք, մի մտածեք ձեր ապագայի մասին, մինչև մեր երեխեք կկրթվեն, կհասնեն մեծ տարիք։ Չէ, այդպես զուգահեռ բոլոր թիրախային խմբերի հետ պետք է աշխատենք եւ աշխատում ենք։ Եթե մարդն արդեն դարձել է ցավոք սրտի որևէ խարդախության զոհ, կա ինչ-որ կառույց, թեկուզ կենտրոնական բանկ, ով կարող է օգնել այդ մարդուն։ Այդ մարդկանց մենք առաջին բանը, որ խնդրում եմ, եթե արդեն նկատում են, որ գումար է գնացել քարտից, հաշվից, առաջին բանը, որ պետք է անեն, միանգամից պետք է բլոկավորեն քարտը։ Դա շատ հեշտ է անել մոբայլ բանկինգի միջոցով։ Այսօր խնդրում եմ մեր սպառողներին, որ մի քիչ նայեն իրենց մոբայլ բանկինգը եւ գտնեն, թե որտեղից է, որ կարող են միանգամից բլոկավորել քարտը։ Հետո պետք է քարտը վերաթողարկել, որովհետեւ երբ քարտը նորից բացեն, հնարավոր է խարտախները շարունակեն գումարներ տանել։ Հենց 2 օր առաջ զրուցում էի մի արցախցի կնոջ հետ, ով 1 տարի առաջ ֆիշինգի զոհեր եղել, այսինքն իրեն նամակ էր եկել, որ դուք ունեք հայկական փոստից ծանրոց, որպեսզի դուք ստանաք ձեր ծանրոցը, որպեսզի այն հասնի ձեր հասցե, մտեք հղմամբ 12 ժամվա ընթացքում լրացրեք ձեր տվյալները, շատ հաճախ մարդիկ մոռանում էին էլ իրենք ծանրոցի սպասում են, չեն սպասում։ Կամ նույնիսկ եթե չեն սպասում, միևնույն ասում, լավ մի հատ գրանցվենք, տեսնենք ինչ է լինելու։ Այդպես վերջ հենց է դա սխեման։ Այո, ֆիշինգը հենց դա է, չէ, ֆիշինգ բառը նշանակում է ձգնորություն, իրենք կարթը գցում են, ով բռնի կարթը, բռնի, չէ՞, իրենք այդպես բոլորին SMS-ով ուղարկել էին, այդ միայն հղման վրա սեղմելով արդեն վտանգում ենք մեզ, որովհետև կարող է հեռախոսի մեջ ինչ-որ վիրուս ներբեռնվել, որը արդեն մեր տվյալները տանի։ Բայց որ մի հատ էլ մտնում էին տվյալ
տվյալներ էին լրացնում։ Հիմա այս կինը 1 տարի առաջ այդ կայքով անցել էր, հիմա դեռ շարունակում էին իրենից գումարներ տանել։ Այսինքն տվյալները դեռ կար, փաստորեն այդպիսի հնարավորություն էլ կա։ Հիմա մենք ասում ենք ժողովրդին, որ մի ընդհանրապես սեղմեք այդ հղումների վրա։ Եթե արդեն սեղմել եք, բլոկավորում ենք քարտը, հետո քարտը վերաթողարկում ենք եւ դիմում ենք ոստիկանություն։ Սա այն քայլերը, բանկին էլ տեղեկացրեք, անպայման պետք է բանկն էլ իմանա, որ խարդախության զոհ եք դարձել եւ դիմում ենք ոստիկանություն։ Դրանից հետո ուր կգնա, ինչ կլինի, դա արդեն իրավական դաշտում է գտնվում։ Իսկ արդյոք սա պարզված է, սա Հայաստանում կազմակերպված այսպիսի խաբեբայությունների մի, ինչպես ասենք, շղթա է, թե սա միջազգային ինչ-որ մի բան է, որը նաեւ տարածվել է Հայաստանում։ Երկուսն էլ։ Միջազգային ամբողջ աշխարհում տարածվում է եւ շատ հաճախ մենք տեսնում ենք այդ տեքստը, որ դուք տեսնեք այդ զեղծարարության, դուք կնկատեք, որ դա Google Translate-ով թարգմանած տեքստ է, գրական հայերենով չէ, նորմալ հայկական հայերենի շարահյուսությամբ եւ լեզվամտածողությամբ կազմված տեքստ չէ, արդեն հասկանում ենք, որ սա դրսից է, բայց ես հանդիպել եմ հեռախոսային խարդախության հենց հայերի կողմից կազմակերպվող, երբ զանգում են, այո, եւ բացահայտվել էր արդյոք այդ խարդախությունը։ Ես չգիտեմ այս պահին ուր ենք հասել, բայց դա ընթացքի մեջ է, զանգում են ծնողին եւ հայ կին է, ասում է ձեր երեխան վթարի է ենթարկվել, բերել են մեզ մոտ հիվանդանոց, շատ շտապ պետք է դիմածնոտային վիրահատություն անենք, մտցնում ենք վիրահատության, ձեզ քարտի թվերն ասեմ, հենց հիմա 30,000 դրամ փոխանցեք, որ մտի վիրահատության, մինչեւ կգաք։ Այդ մայրը էլքան ինչ ուղեղով կզանգի կստուկի, ես հենց այդ պահին ասել եմ անջատի հեռախոս զանգի երեխուդ, մի արա, մի հատ, մի րոպե ուղիղ սպասի, ինքը արդեն հիվանդանոցում է հաստատ մի րոպե զանգի երեխուն զանգել է, հայ դեպ խարդախն էլ ասում էր, դե դուք ես հիմա տամ երեխուն իր ծնոտը վնասվել է, ինքը նորմալ չի կարող խոսել։ Իդեպ մի անգամ էլ զանգել էին եւ ասել էին տանք երեխուն ու երեխու ձայնով արհեստական բանականությամբ նյութ էին սարքել։ Ինչ հասես կարող են։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ ես հիմա մեր որտեղ իրականում լսողներին մտքեր չեմ տալիս։ Չէ, բայց ձեր ասած բոլոր պայմաններով շատ հեշտ է նաեւ խափնվել այդ պահին, հա, էմոցիաների միգուցե կամ պահի ասեցության տակ։ Բացի ֆինանսական, այսպես ասած, ֆինանսական կողմով խափվելուց նաեւ հոգեբանական շատ մեծ ստրես է դա։ Այո, դա կոչվում է սոցիալական ինժեներիա, երբ իրենք ստեղծում են մի իրավիճակ, որի մեջ մարդը ստրեսային իրավիճակում է հայտնվում եւ հակված է շտապ գործողություն անելու։ Այդպես նաև ջարդում են մարդկանց Facebook-յան էջերը եւ իր անունից նամակ են գրում են հորաքուրս հիվանդանոցում, որ շատ խնդրեմ, այսքան գումար կփոխանցես, քանիսն են, որ զանգում ստուգում են։ Այս վերջերս բացատրել եմ, որ արդեն զանգում ստուգում են, ուրախացել եմ մի քիչ, բայց պետք է անդադար խոսել այս մասին, որովհետեւ 5 տարի առաջ ստեղծված զեղծարարությունը մինչեւ հիմա ակտուալ է, գիտեք։ Ես ասում եմ, լավ, այնքան ենք խոսել սրա մասին, փաստորեն դեռ մարդկա չգիտի։ Կարծում եմ հենց շաբաթը դրա համար է ստեղծված, որ գոնե տարվա մեջ մեկ շաբաթ կենտրոնանալ էլ ավելի շատ ներկայացնելու բոլոր այդ խնդիրները, ինչի հետ կարող է մեզանից յուրաքանչյուրը բախվել։ Իսկ եթե մարդը, այսպես ասած, վարկ վերցնելով այդ ուժել եւ տվյալ պահին չի էլ իմացել, որ իր անունով ձևակերպված վարկ կա, մեկ էլ հասնում է, ասենք, անցնում է մի քանի տարի կամ, չգիտեմ, 1 տարի ու հայտնվում է հարկադրի միջոցով հասկանում է, որ կամ դատարանում է արդեն իր գործը։ Ինչ անի այդ խեղճ մարդը դժոխ կողմը։ Ամբողջովին իրավական, իրավապահների ոլորտում է սա արդեն, մինչև իրենք չբացահայտեն, եղել են դեպքեր, երբ բանկը որոշակի զիջումների է գնացել գոնե տոկոսները չի հաշվարկել, գոնե տուժտուգանքներ չի հաշվարկել։ Ամեն դեպքում խրախուսում եմ, որ դիմեն բանկին, որևէ հաշտության եզրեր գտնեն, որևէ ձև փորձեն հաշտվել, բայց քիչ ասեմ ձեզ նաև քիչ չեն այն դեպքերը, երբ մարդիկ վարկ են վերցնում, գնում են ասում են, որ իմ անունից զեղծարարություն է տեղի ունեցել։ Դա էլ կա։ Այնպես որ բանկը պետք է դիտարկի այդ ամեն ինչի վայրում, բայց շատ դժվար է, որովհետև բանկի գործն է վարկ տալ եւ հետեւել, որ այդ մարդը վերադարձնի։ Իսկ ոստիկանությունը եւ իրավապահ մարմինները կաջակցեն, որ բացահայտվի զեղծարարությունը, խարդախությունը եւ այդ ճանապարհով ներգրավեն, վերադարձվեն միջոցները, սա արդեն մյուս ոլորտի հետ է կապված։
Իսկ ինչ պատժամիջոցներ են այս մարդկանց համար նախատեսված։ Քրեական օրենսգրքով համապատասխան հոդվածները գողություն, շորթում, խաբեբայություն, հենց կիբեր հանցագործություն, որպեսզի միգուցե հաջորդները վախենան։ Այո, ասեմ ձեզ, որ այդպիսի բաները հիմնականում բացահայտվում են մեծ հաշվով, եթե հատկապես այդ երկրում է տեղի ունենում, դրսինն էլ Դրսինը հնարավոր չէ միշտ։ որ իրենց երկրներում կբացահայտվեն։ Շնորհակալություն։ Հուսանք, որ այս շաբաթը ել ավելի մեզ կփորձի տեղեկացնել եւ ել ավելի զգոնություն արտնացնել մեր մեջ։ Ձեզ մաղթում ենք լավ շաբաթ, իրազեկված շաբաթ, իսկ մենք գրանք գովազդ դիտենք եւ վերադառնանք։